Ցավոք սրտի մենք այսօր այստեղ չպետք է լինեինք, մեր պահանջը ումից է, մենք որ երկրի քաղաքացիներն ենք, որ պետության քաղաքացիներն ենք եւ ինչ որ բան անելու համար մեր պահանջը ում պետք է ուղղված լիներ եւ այդ պահանջը քանիցս հնչեցվել է ամենատարբեր ձևերով, ընդհանրապես պահանջել պետությունից կատարել իր ֆունկցիաները, իր գործառույթները, բայց մենք չենք տեսել նման բան, որովհետև իր ֆունկցիաները չի համարում գործող իշխանությունները Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների գերեվարումից եւ պատանդառումից ազատելը այն մարդկանց ում անձնագրերի մեջ գրված է, որ իրենց հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև այդ մարդկանց վերաբերվում է որպես քաղաքական հակառակորդների եւ մենք այսպես ստիպված հնարավոր բոլոր դռները թակում ենք, հնարավոր բոլոր ատյաններում բարձրացնում ենք մեր ձայնը եւ մենք տեսնում ենք, որ դա որոշակի արդյունք տալիս է միջազգային հանրության շրջանում, ինչ որ շարժ է տեղի ունենում, տարբեր մայրաքաղաքներում նախաձեռնություններ են լինում, տարբեր կառույցներ խոսում են այս մասին, հայտարարություն, կոչ են անում եւ մասնավորապես կցանկանայի նշել Եվրոպական խորհրդարանի երեկվա ընդունած բանաձևը առանձնակի կարևորություն տալ այդ բանաձևի, որովհետև այդտեղ մի քանի կարևոր հանգամանքներ ֆիքսվեց, ուղղակի թե անուղղակի բացի ռազմագերիների պատանդ լինելու հանգամանքից, իսկ պատանդառությունը հանցագործություն է միջազգային իրավունքի տեսանկյունից, նաև Ադրբեջանի հանցագործ որոշ դրսևորումներ եւս ֆիքսեց եւ սա շատ կարևոր է եւ ի վերջո գոնե այսպիսի շարժերը, այսպիսի ճնշումները կարծում եմ կարող են արդյունք տալ։ Սողոմոնյան, Փաշինյանն ու իր սատելիտները պնդում են, որ իրենք ամեն ինչ արել են բոլոր հարթակներում գերիների վերադարձի համար, նախորդին նման պնդում դարձյալ արվել է։ Արդյոք ամեն ինչ արվել է։ Ոչինչ չի արվել, ոչ թե ամեն ինչ արվել է, այլ ոչինչ չի արվել։ Հերթապահ 1-2 հայտարարություններ է ընդհանրապես հնչել արտաքին գործերի նախարարության կողմից, ընդհակառակը քննադատվել են մարդկանց գերեվարվելու հանգամանքը, քաղաքական իշխանության ամենաբարձր մակարդակով այսպես ամոթանք է տրվել, թե որ մարդիկ ինքնասպան չեն եղել, ամոթանք է տրվել, որ մարդիկ չեն գերեվարվել եւ բազմաթիվ գործիքներ կան, որոնք կարող են աշխատացնել, բայց չեն աշխատում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված եւ ռեզիդենցիա ունեցող 50 դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետության արտերկրում ունեցող գրեթե նույնքան դիվանագիտական ներկայացուցչությունները, ավելի շատ քանակով ռեզիդենտ ներկայացուցիչները, պատվո հյուպատոսները, ազգային ժողովի 70 բարեկամական խմբերը, որ տարբեր երկրների հետ խորհրդարանական մակարդակով բարեկամական խմբեր։ Հայաստանի Հանրապետության ներկայացվածությունը միջազգային 23 կազմակերպությունների, այսինքն միջազգային 23 կազմակերպություններում գրասենյակ, ինստիտուցիոնալ կառուցվածք ունենալու հանգամանքը, միջազգային իրավական ամենատարբեր գործիքներ, որոնց մասին մասնագետները խոսում են, մինչև ասենք հյուպատոսական հասանելիության, ահա այդ բոլոր գործիքները դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնական խողովակներով համապատասխան գործընթացներ մենք չենք տեսել, որ տարվել են։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ բոլորը խոսում են կամ ստատուս են կրում։ Հայաքվեի անդամները եւս այդ շարքին են դասվում եւ գործողություն որպես այդպեսին չկա։ Այսինքն դուք ասում եք բաներ, որոնք ասել եք մի շաբաթ առաջ, 10 օր առաջ, 1 ամիս առաջ, ու դրանից ոչ մի օգուտ ստեղծված իրավիճակը չի լուծում։ Գործողություն նախատեսում եք օրինակ։ Ես համաձայն չեմ։ Շնորհակալություն հարցի համար, ես համաձայն չեմ, որովհետև քաղաքական գործիչը իր միտքն է կիսում, իր խոսքն է կիսում, իր տեսակետն է կիսում։ Ես համաձայն չեմ, որովհետև այս խոսելու, շատ խոսելու, անընդհատ խոսելու, ավելի բարձր խոսելու արդյունքում է, որ միջազգային շրջանակներում, տարբեր ատյաններում ինչ-որ բաներ տեղից ամեն դեպքում շարժվում են։ Սա ֆիզիկական գործ չէ, որ պետք է վերցնենք ինչ-որ ֆիզիկական գործ անենք։ Սա խոսքի արժեքը, ես համաձայն եմ, որ եթե ունենայինք մենք շատ այդպես լծակներ,
ավելի արդյունավետ ազդեցիկ, ինչպիսին որ պետությունն ունի, բնականաբար չենք խոսի, խոսքով միայն չենք բավարարում։ Չէ, խոսքը միայն հակառակորդներն դրա համար իշխանությունները ոչինչ չեն անում։ Եթե քաղաքական հակառակորդներ չլինեին, կանեին, թե հնարավորություն միևնույն է չունեին անելու։ Քաղաքական հակառակորդներ լինելու հանգամանքը ել ավելի է պայմանավորում ոչինչ չանելը։ Անկարողությունը գումարում ենք չկամենալուն, կամքի բացակայություն գումարած անկարողություն, այդպես չեմ կարող ասել, բայց կամքի բացակայությունն է գերակշռող, որովհետև կամքի բացակայությունը, ներողություն եմ խնդրում, հեսա վերջացնեմ, այո, կամքի բացակայությունը եթե կամքը արկա է, ապա լինում է, կարողությունները ստեղծվում են։ Բնականաբար մյուս գերիների հանգամանքն է դրանով պայմանավորված։ Դրա դեպքում տրամաբանական չէ, որովհետև մյուս գերիները հայ ազգի ներկայացուցիչները, չնայած բոլոր 23-ը, էլի, քաղաքական երանգը անհասկանալի։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, պարզապես հասկանալի չէր լինի, ոնց են կարողանում մի մասին azատել, իսկ մյուս մասին չազատել։ Դրա համար այդպես ընդհանուր առմամբ անհաջող վիճակ է։ Հիմա դուք կարող եք ասել, որ Մինչ այստեղ պահանջում ենք ՄԱԿ-ից ներկայացվածություն ունենալ Բաքվում, Բաքվում փակում է ՄԱԿ-ի գրասենյակը եւ նման հայտարարություններ է անում։ Այս ակցիան եւ նմանատիպ ակցիաները կօգնեն այսուհետ կամ հիմա կօգնեն հարցի լուծմանը։ Մենք հարցը չպետք է դնենք այսպես կօգնեն, թե չեն օգնի, մենք պետք է դնենք հարցը այդպես, որ մենք պետք է անենք։ Մեզնից հասնում է որպես քաղաքացիներ, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կամ որպես անհատներ քաղաքական ուժի ներկայացուցիչներ, մեզնից հասնում է անել այդ համապատասխան քայլերը։ Եվ վերջին հարցը դուք կարող եք ասել, որ հայաքվեն ըստ էության իր գործունեությունը ամբողջությամբ չի կատարել։ Այսինքն իր գործունեությունը խոսքից գործ, օրինակ, երբ որ դուք ասում եք, այս հանցավոր ռեժիմին հեռացնենք, դա անում ենք, իհարկե, չէ, այսօր մենք օրինակ ասուլիս ենք տալիս, հենց հիմա ասուլիսը գուցե ընթացքի մեջ էլ լինի մեր գործընկերների, տեսեք, մենք այսօր այսինքն ամսի 30-ին Գյումրիում եւ Փարաքարում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գոհար Մելոյանի գլխավորած հասարակական կազմակերպության հետ միասին, անուն ուղղակի չեմ հիշում, հանդես են գալու դիտորդական առաքելությամբ, ծածկելով բոլոր ընտրատեղամասերը եւ դրանով քաղաքացու քվեին տեր դառնալը փորձելով, որ երաշխավոր է։ Իսկ ակնհայտ է, որ քաղաքացին չի ուզում իրենց իշխանություն։ Ահա ձեզ գործի մեկ օրինակ։